Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևորը նախ համառոտ։ Դատարանները փոխում են խափանման միջոցները, Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է, փոխվել է նաև հետախույզ Արթուր Ավանեսյանի խափանման միջոցը։ Երբ բարեկարգումը հասնում է հերոսներին, ով եւ ինչու է հեռացնում հերոսների նկարները։ Հայաստանը մեծ խաղին նոր թատերաբեմ, Ռուսաստանն ու Եվրոպան համաձայն են մեկ հարցում, Հայաստանը Մոլդովայի ճանապարհին է։ Իրանը պատանդ ռուսական սահմանին, երբ դիվերսիֆիկացիան մնում է թղթի վրա, ինչ հետևանքներ է կանխատեսում տնտեսագետը։ Փաշինյանը կասկածի տակ է դնում ԵԱՏՄ գոյությունը, պաշտոնական Երևանի կոշտ հարցադրումը Մոսկվային ու գործընկերներին։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը նոր պաշտոն կունենա, Գիտությունների ազգային ակադեմիան կունենա նոր կանոններ ու նոր ղեկավարներ։ Քիչ առաջ դատախազությունը հայտնել է, որ միջնորդություն է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով ԲՀԿ առաջնորդ Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով падգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն ստանալու վերաբերյալ ԿԸՀ-ն ընդունել է միջնորդությունը։ Իսկ Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է, նրա խափանման միջոցը հիմա բացակայելու արգելքն է։ Վերաքննիչ դատարանում այսօր Միքայել Սրբազանի գործի վերաբերյալ վերջին դատական նիստն էր։ Շիրակի թեմի առաջնորդի գործով առաջին ատյանի կայացրած դատավճիռը բեկանվեց, վարույթը փոխանցվեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության։ Ազատ եմ եղել մինչև, ազատ եմ եղել այդ ժամանակ, ազատ կլինեմ հետո։ Հիմա արդար եք որակում այս որոշումը։ Ոչ բավարար։ Ինչու՞։ Որովհետև չարտարացվեցի։ Տնային կալանքը փոխեց, վերացրեց։ Ավելի լավ էր պահես։ Ֆուտբոլ էի նայում գիշերը։ Հիմա չպետք է կարողանամ նայեմ։ Սրբազան ոնց հասկացա, ասեն կարող եք նաև պատարագում ասել, այո, դրա հետ կապված։ Այո, երևի թե հա։ Ինչպիսի զգացողություններ են լինելու առաջիկա կիրակին արդեն խորանին եք լինելու կարելի ասել։ Ես միշտ էլ եղել, արդեն վերջերս միշտ էլ եղել եմ եկեղեցում, այնպես որ նոր խորանին բարձրանալը կտեսնենք եւ կբարձրանանք։ Թեմակալ առաջնորդները ամեն կիրակի չեն պատարագում։ Դուք հնարավոր համարում եք, որ վեհապարին կկալանավորեն այս իշխանությունը։ Աստված մի արասը։ Եթե նման բան տեղի ունեցավ, ամբողջ հայ ժողովուրդը պետք է վճարի դրա գինը։ Ամբողջ հայ ժողովուրդը։ Ինչպես 38 թվի դիմաց վճարեց հայ ժողովուրդը 100,000-ավոր զոհերով, այնպես էլ դրանից հետո կվճարի։ Դուք կշարունակեք քննադատել իշխանությունների։ Չէ, բաղդի շոյեմ, չէ, բրի գլուխները շոյեմ։ Չեք մտածում, որ գուցե էլի օրենքի խախտումներ որակվի։ Դե իմ գոյությունը արդեն իրենց գաղափարին վնաս է։ Իմ գոյությունը իրենց գաղափարին վնաս է։ Այստեղից հիմա ինչ եք պատրաստվում անել։ Հիմա պատրաստվում եմ թողեք, ուզում եմ գնալ Բագրատ Սրբազանին տեսնեմ։ Դատին։ Այո, չեք թողնում։ Հետո պիտի գնամ Էջմիածին վեհապարին տեսնեմ։ Փոխվել է նաև Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ հետախույզ Արթուր Ավանեսյանի կանդազի խափանման միջոցը։ Նրա կալանքը փոխարինվել է տնային կալանքով եւ բացակայելու արգելքով։ Ավանեսյանի գործով առաջին դատական նիստում հանրային մեղադրողը միջնորդել էր կալանքը երկարաձգել եւս 3 ամսով, սակայն դատավոր Սարգիս Դադոյանը մերժել է միջնորդությունը։ Արթուր Ավանեսյանը կալանավորվել էր ապրիլի 28-ին։ Դատարաններում շարունակվում են նաև ընտրական գործընթացների շուրջ իրավական վեճերը։ Փաստաբան Արամ Վարդևանյանի պնդմամբ վարչական դատարանն օրինական ուժի մեջ մտած ակտով արձանագրել է, որ նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած որոշ արտահայտություններ կարող էին ընկալվել այլ համատեքստում։ Ատելության խոսքի հետ կապված շատ հետաքրքիր գնահատականներ լսել ենք այս ընթացքում։ Իհարկե ատելության խոսք տարածողը թիվ 1 պատասխանատուն եւ մեղավորը եղել է քաղաքացիական պայմանագիրը իդեմս իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանի։ Շատերը ձեզանից տեղեկացված չեն, որ նշված հարցը հանդիսացել էր վարչական դատարանում քննության ենթակա հանգամանք։ Շատերը տեղեկացված չեն, թե ինչ դիրքորոշում է արտահայտել վարչական դատարանը նշված արտահայտությունների բառամթերքի վերաբերյալ։ Ուզում եմ պարզապես մի քանի շեշտադրումը այսօր ներկայացնել հանրությանը, որը ավելի մանրակրկիտ կներկայացվի սահմանադրական դատարանը։ Ըստ վարչական դատարանի համապատասխան դատական ակտի, այն արտահայտությունները, որոնք հնչեցվել են, օբյեկտիվորեն կարող են ընկալվել այլ համատեքստում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտել էր, որ այն պարզապես սուր քաղաքական խոսույթ է։ Երկրորդը, Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված չափանիշների համաձայն նման խոսույթը համատեղելի չէ ազատ, խաղաղ եւ առողջ ընտրական միջավայրի հետ։ Սա ոչ թե իմ գնահատողական դատողությունն է, այլ սա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ է։ Գյումրիի ավականու անդամ Կարեն Սիմոնյանի տան խուզարկությունն ավարտվել է։ ABC մեդիայի հետ զրույցում հայտնել է Սիմոնյանի թիմակից Աբրասի Մաթոյանը։ Տնից ոչինչ չեն վերցրել, գտել ու արգրավել են տան անդամների բոլոր հեռախոսները։ Ավելի վաղ Սիմոնյանը լրագրողներին ասել էր, որ խուզարկությունն իրականացնում է հակակոռուպցիոն կոմիտեն։ Կոմիտեն էլ հայտնել է, որ խուզարկությունը Հայաստան դաշինքի համակիրների ընտրակաշառք տալու ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում է։ Զարգությունը ավելի ուշ բան ասեմ, որ ինչ զարգությունը ներկայացրել են հակակոռուպցիոններ, չգիտեմ, գործի շրջանակներում Ինչ կարգավիճակ ունեք հիմա։ ամեն ինչ լավ է, այս պահին ծանոթ չեմ կարգավիճակի հետ, ամեն ինչ լավ է, գնում ենք մինչև վերջ։ Փաստաբանական ներսում պարուսիմոնյան։ Կանչենք։ Ես եմ փաստաբան չեմ, խորհրդակցել եմ փաստաբանի հետ, ամեն ինչ նորմալ է։ Իսկ չեք հրավիրելու փաստաբանին ներս ներկայացնել։ Ավելի ուշ գործենք հասկանալ։ Վերջացնենք կամ ասուլիս կգամ։ Իսկ Փաշինյանն այսօր առաջին անգամ խոսել է Միեդի կողմից Ադրբեջանի դեմ կայացրած վճռի մասին, որով Միեդը արձանագրել էր 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում հայ զինծառայողի կյանքի իրավունքի խախտման եւ խոշտանգման փաստը, պատասխանատվությունը վերագրելով ադրբեջանական կողմին։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանը որոշեց պատասխանել հարցին, բայց խուսափեց գնահատական տալ Եվրոպական դատարանի որոշմանը։ Իմ ասած այն է, որ խաղաղություն է հաստատված եւ խաղաղության նկատմամբ պետք է հոգ տանել, հակառակ դեպքում այդ խաղաղությունը շատ հեշտությամբ կարելի է ջախջախել եւ վերացնել, որի արդյունքում մենք կունենանք այլ բազմաթիվ դեպքեր, որոնք ենթադրում եմ Ադրբեջանն էլ կունենա, որ հետո ստիպված կլինենք միջազգային ատյաններում հետամուտ լինել։ Եթե Ադրբեջանի թեմայով Փաշինյանը խոսում էր խաղաղության մասին, ապա ԵԱՏՄ-ի դեպքում հնչեցրեց միանգամայն այլ գնահատականներ։ Կառավարության նիստում նա հայտարարել է, որ պատրաստվում է ԵԱՏՄ գործընկերների հետ քննարկել այն հայտարարությունը, որն ընդունվել էր իր բացակայությամբ։ Խոսքը վերաբերում է Աստանայում հնչած պահանջին, ըստ որի Հայաստանը մինչև տարեվերջ պետք է հստակեցնի, մնում է ԵԱՏՄ-ում, թե շարժվում է դեպի Եվրամիություն։ Եվրասիական տնտեսական միության ձևաչափում իրոք քննարկելու բան կա, եւ ես առաջիկայում այդ առիթը կօգտագործեմ այդ քննարկումը սկսելու, որովհետեւ իհարկե ես նաեւ մեր գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ նրանք իմ բացակայությամբ ընդունել են եւ պետք է մենք հասկանանք դա ինչ է նշանակում գործնականում։ Այսինքն մենք պետք է հասկանանք Եվրասիական տնտեսական միության ցանկացած երկիր, ցանկացած երկրի հետ կապված կարող ասենց որոշումներ կայացնի եւ ուղղակի այդպես մի օր արթնանալ որոշումներ կայացնել։ Իմ գնահատմամբ, եթե այս հարցի պատասխանը այո է, ուրեմն Եվրասիական տնտեսական միությունը հայտարարում է ինքնալուծարման մասին։ Փաշինյանը պատասխանել է նաև կառավարության կազմում հնարավոր փոփոխությունների վերաբերյալ հարցերի։ Նրա խոսքով կառավարության անդամները, փոխվարչապետներն ու նախարարները կվերանշանակվեն, իսկ այլ մակարդակներում որոշ կադրային փոփոխություններ այդուամենայնիվ տեղի կունենան։ Մեր պլանը այս է, որ այսօրվա նիստում այդ հարցով մենք պետք է լսենք տեխնացուներին, հարցեր տանք, մտքեր փոխանակենք եւ որոշում կայացնենք։ Ես իմ քվեարկությունը կանեմ փակ գաղտնի ռեժիմով, ինչպես նաև մյուս գործընկերները։ Գործադիրի կազմի հետ կապված ես ասել եմ, որ ընդհանուր առմամբ կառավարության կազմում փոփոխություններ չեմ տեսնում, չեմ նախատեսում, այսինքն կառավարության անդամների փոխվարչապետեր եւ նախարարներ այլ մակարդակներում որոշ փոփոխություններ ենթադրում եմ, որ տեղի կունենան։
Մինչ կառավարությունը խոսում է նոր շուկաների եւ արտահանման դիվերսիֆիկացիայի մասին, Ծիրանի սեզոնը կրկին ցույց է տալիս, որ Հայաստանը շարունակում է կախված մնալ ռուսական շուկայից։ Պաշտոնական տվյալներով արտահանումը այլ ուղղություններով շարունակվում է, սակայն տնտեսագետները զգուշացնում են, խնդիրը ոչ թե այսօրվա թվերն են, այլ այն, որ հայկական Ծիրանի հիմնական գնորդը շարունակում է մնալ նույնը։ Իսկ երբ մեկ շուկայի շուրջ առաջանում են խոչընդոտներ, ռիսկի տակ է հայտնվում ոչ միայն արտահանումը, այլև հազարավոր գյուղացիական տնտեսությունների եկամուտը։ Չկա։ Չիլնի։ Փաշինյանի այս հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ հայկական գյուղմթերքի արտահանման վերաբերյալ անորոշությունները կրկին սրվում են, հատկապես Ծիրանի արտահանման ակտիվ սեզոնին։ Այդ շուկայի հետ կատակ անելը, սա ծանր հետևանքները կերևան, որում հուլիսի վերջերից, օգոստոսի կեսերից, տասնյակ հազար գյուղացիական տնտեսությունների ոչ թե սնականալու են, հաջորդ տարի նրանք այս գյուղատնտեսության թեմայից դուրս են մաղնելու։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տվյալներով հունիսի 1-ից 25-ը Հայաստանից արտահանվել է 1071 տոննա ծիրան։ Ըստ նախարարի այդ ծավալի մոտ 90% արտահանվել է վերջին 1 շաբաթում բերքահավաքի ակտիվ փուլում։ Ծիրանի արտահանման թեմայի վերաբերյալ կառավարության նիստին խոսել է նաև արտաքին գործերի նախարարը։ Ընդհանուր առմամբ, բայց մասնավորապես մրգերի, բանջարեղենի, հատապտուղների եւ նաև ծաղիկների համար այս նոր շուկաների փնտրտուքը իսկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ տեղերում, կարող եմ Եվրոպական միության շուկան նշել, կարող եմ Կենտրոնական Ասիան նշել եւ արաբական երկրներ, ասենք օրինակ Իրաքը եւ նաեւ անմիջական հարևանները, Թուրքիան օրինակ նաեւ։ Սակայն պաշտոնական լավատեսական գնահատականները ամբողջությամբ չեն արտացոլում պատկերը։ Իրական վիճակը առավել հստակ երևում է նախորդ տարվա ցուցանիշների համեմատությունից։ 2025 թվականին Հայաստանից արտահանվել է ավելի քան 41,000 տոննա ծիրան։ Այդ ծավալի գրեթե 36,000 տոննան կամ շուրջ 86%-ը վաճառվել է Ռուսաստանի շուկայում։ Այլ կերպ ասած, հայկական ծիրանի գրեթե 9/10 կախված է եղել մեկ ուղղությունից։ Այս պայմաններում, երբ ռուսական վերահսկող մարմինները խստացնում են ստուգումները եւ պարբերաբար խնդիրներ առաջացնում հայկական ապրանքների մուտքի համար, կրկին ակտուալ է դառնում հարցը. արդյոք Հայաստանին հաջողվել է գտնել այլընտրանքային շուկաներ, թե արտահանման կառուցվածքը շարունակում է մնալ նույնքան խոցելի, որքան նախկինում։ Կամենդատյանի խոսքով նոր շուկաների ձևավորումը միջինում պահանջում է 3 տարի, իսկ կարճաժամկետ փոխարինման իրական հնարավորություն փորձագետն այս պահին չի տեսնում։ Ճիատեսական չէ, որովհետև այդ հարցը կարգավորել են մարդիկ, ովքեր ոչ տնտեսագիտության հետ կապ ունեն, ոչ լոգիստիկայի հետ կապ ունեն եւ բացի դրանից այն այլ երկրների ղեկավարների հետ շփվում են ինչ-որ մանրապետող շանտաժի լեզվով։ Տնտեսագետի խոսքով Ծիրանի պես արագ փչացող ապրանքի դեպքում նույնիսկ կարճաժամկետ խափանումները կարող են բերել զգալի վնասներ։ Մոտավոր հաշվարկով, ասեմ անցյալ տարի 2.5 միլիարդի արտահանում է եղել, դա մեջ մոտավորապես 600 միլիոնի կարգի արտահանվել է ծիրան, պատկերացրեք, որ ամբողջը հիմա չկա։ Տարիներ շարունակ իշխանությունները խոսում էին արտահանման դիվերսիֆիկացիայի, նոր շուկաների որոնման եւ մեկ ուղղությունից կախվածության նվազեցման մասին։ Սակայն այսօր Ծիրանի այգիներում քննարկում են ոչ թե նոր հնարավորությունները, այլ հին շուկայի փակվող դռները։ Գյուղացիներն էլ արդեն կես կատակ ու կես հեգնանքով են խոսում, որ այս տարի արտահանելու ծիրան էլ չկա, անձրևի հետևանքով ու բնության չար խաղն է։ Բայց գյուղատնտեսության խնդիրները սովորաբար ունեն շատ ավելի իրական պատճառներ եւ շատ կոնկրետ պատասխանատուներ։ Մինչ տնտեսագետները խոսում են արտաքին շուկաներից կախվածության ռիսկերի մասին, Հայաստանի շուրջ քննարկումները շարունակվում են ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական հարթություններում։ Մեդվեդևն ու Կալասը հազիվ թե շատ հարցերում համաձայն են միմյանց հետ։ Բայց Հայաստանը գնահատելիս նրանք օգտագործում են նույն համեմատությունը՝ Մոլդովան։ Ռուսաստանի համար դա արևմուտքի ազդեցության տակ հայտնված պետության օրինակ է, Եվրոպայի համար եվրոպական ինտեգրման ուղի ընտրած երկրի։ Տարբեր են գնահատականները, տարբեր են նաև նպատակները, սակայն զուգահեռը նույնն է։ Ինչու է Մոլդովան դարձել այդ համեմատության գլխավոր չափանիշը, ինչ է թաքնված այդ զուգահեռի հետևում եւ ինչպես են արտաքին դերակատարները պատկերացնում Հայաստանի ապագա տեղն ու դերը տարածաշրջանում, Անի Աբաղյանն է ուսումնասիրել։ Հայաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան մեկ շարքում։
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում հայտարարեց, որ այս երկրները շարժվում են նույն ճանապարհով, նրանց իշխանություններին անվանելով արևմուտքի քաղաքականությունը սպասարկող խամաճիկ ռեժիմներ։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ իր գործողություններում որպես հարվածային գործիք օգտագործում է մարիոնետ ռեժիմներին։ Այդպես եղավ Վրաստանի դեպքում, այդպես եղավ Ուկրաինայի դեպքում, երբ այդ երկիրը 2014 թվականին վերածվեց ռուսափյատության օջախի։ Նույնը հիմա կատարվում է Մոլդովայի եւ նույնիսկ ցավոք Հայաստանի հետ։ Հայաստանին Մոլդովայի հետ հաճախ է համեմատում նաեւ Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նշում, լավ կլինի, որ Հայաստանն էլ գործարկի նույն էներգետիկ քաղաքականությունը։ Նախընտրական փուլում էլ հայտարարում էր նույն պայքարը հիբրիդային պատերազմի դեմ։ Կալասի նմանատիպ հայտարարություններից մեկը դեռ 2025 թվականի դեկտեմբերին էր հնչել։ Ռուսաստանն ու իր արբանյակներն ապատեղեկատվական արշավներ են իրականացնում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, այսինքն սցենարը նույնն է։ Եվրամիության ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել եւ արձագանքել նման ազդեցություններին։ Ինչու են աշխարհաքաղաքական երկու խոշոր կենտրոններ Հայաստանը համեմատում Մոլդովայի հետ, որոնք են դրական ու բացասական կողմերը։ Իշխող ուժից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների հետ չկարողացանք խոսել։ Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի խոսքով Հայաստանը երկու առանցքային հայտարարություն է արել՝ շարժում դեպի Եվրամիություն եւ բանակի արդիականացում, ՔՊ-ի որակմամբ ՆԱՏՕ-ի ստանդարտներով։ Դա նշանակում է, որ Հայաստանը, ճիշտ իշխանությունները Հայաստանի ըստ էության ընտրել են երկրի կազմաքանդման կամ ապամոնտաժման այն տեսլականը, որը մենք դիտում ենք այսօր Ուկրաինան չեմ ուզում ծայրահեղություն, այնտեղ ներսլավոնական նաև խնդիրներ կան, բայց օրինակ եթե Մոլդովան վերցնում են գրեթե 1-ին 1 է։ Այստեղ պետք է շեշտել հետևյալը, որ շատ հետաքրքիր մի ասացված կա հայերեն, ոչ մեկին չեմ ակնարկում, բայց այնուամենայնիվ սատանի մայլ են քանդրբազություն չեն անում։ Հայաստանը գերտերությունների բախման վայր է դարձնում գործող իշխանությունը, նշում է Աբովյանը։ Մոլդովայի նախագահն, Մայա Սանդուն, ասում է հետևյալը, որ իրենք չեն կարողանում դիմակայել վտանգներին հյուսիսից, ակնարկելով Ռուսաստանին եւ այդ պատճառով պետք է ապամոնտաժեն եւ կազմաքանդեն Մոլդովան եւ Մոլդովան պետք է մտնի Ռումինիայի կազմ։ Ռումինիայում իր հերթին ռումինական պարլամենտում կուսակցություններից մեկը օրինագիծ է բերել, որը արդեն իսկ ընդունվել է, համաձայն որի Ռումինիայի ղեկավարությունը սկսում է գործընթաց Մոլդովային կլանելու։ Ընդ որում այս process-ը ինքը զուգահեռ երկու կողմից էլ գնում է, իշխանությունների մասին է խոսքը գնում։ Եվ այսօր տեսնում ենք, որ ընտրությանը հաղթած Մոլդովայում ղեկավարը, որը հաղթել էր հակառուսական եւ ռուսոֆոբական թեզերի շուրջ, այսօր կազմաքանդում է Մոլդովան։ Գլոբալ ծրագիրը, որ գործարկվել է նաեւ Վրաստանում, կասեցվել է վրացամետ իշխանության շնորհիվ, նշում է Աբովյանը։ Նրա որակմամբ մաստեր կլաս է ցույց տալիս հիմա Վրաստանը թե Ուկրաինային, թե Մոլդովային եւ արդեն Հայաստանին։ Քաղաքական վերլուծաբանի խոսքով Մոսկվան Հայաստանի արտաքին քաղաքական վերջին քայլերը շարունակում է դիտարկել ոչ թե առանձին որոշումների, այլ տարածաշրջանում արևմուտքի ազդեցության ընդլայնման ընդհանուր գործընթացի շրջանակում։ Այս ռետորաբանությունը կմնա միայն քաղաքական հայտարարությունների մակարդակում, թե կվերածվի ավելի կոնկրետ քայլերի, ցույց կտան հայ-ռուսական հարաբերությունների առաջիկա զարգացումները։ Անիա Բախյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իսկ մինչ արտաքին դերակատարները քննարկում են Հայաստանի ապագա տեղն ու դերը տարածաշրջանում, երկրի ներսում շարունակվում են բանավեճերը պետական ինստիտուտների անկախության շուրջ։ Հերթը հասել է նաև Գիտությունների ազգային ակադեմիային։ Եթե նախկինում ակադեմիան ղեկավարում էին բացառապես գիտնականները, ապա այժմ կառավարման համակարգում ավելի մեծ դեր են ստանում պետական պաշտոնյաները։ Իշխանությունը պնդում է, որ փոփոխությունները միտված են համակարգի արդիականացմանը, իսկ ակադեմիականները համոզված են, որ խոսքը գիտական կառույցի նկատմամբ վերահսկողության ուժեղացման մասին է։ Թե ինչ է փոխվում Գիտությունների ազգային ակադեմիայում եւ ինչու են գիտնականները հարցը հասցրել սահմանադրական դատարան, պատմում է Սեդա Կյուրեղյանը։
Գիտությունների ազգային ակադեմիան վերջին խոշոր գիտական կառույցն էր, որի ղեկավար մարմիններում քաղաքական իշխանությունը ներկայացված չէր։ Սակայն օրենքի 2026 թվականի փոփոխությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում պետական ազդեցության լծակներն ավելանում են։ Եթե նախկինում ակադեմիան ղեկավարում էին բացառապես գիտնականները, ապա այժմ նախագահությունը գլխավորելու է հանրապետության նախագահը։ Նախագահության 11 անդամից 2-ին նշանակելու է կառավարությունը, իսկ ամբողջ կազմը հաստատելու է վարչապետը։ Կառավարությունը իր կոպիտ ասած իր քիթը խոթում է ուսումնական, գիտական, կրթական հաստատություններ։ Ես ասեմ, որ դա խնդրահարույց է դերևս 2020 թվականից։ Ինչի համար եմ ասում, որովհետև 2018 թվականին նոր կառավարությունը, որ ձևավորվեց, նրա առաջին լոզունգներից մեկը այն էր, որ բուհերը, գիտական կազմակերպությունները պիտի ապաքաղաքականացնենք, որովհետև մինչև այդ մի քանի բուհերում հոգաբարձուների խորհրդի նախագահները քաղաքական պաշտոններ զբաղեցնողներ էին։ Վահագն Խաչատուրյանը 2022-ից ղեկավարում է նաև տնտեսագիտական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը։ Գործող վարչակարգը փոխում է օրենքը կրթական հաստատությունները վերահսկելու համար, ընդգծում է գիտակրթական միջազգային կենտրոնի դեկանը։ Նոր փոփոխությամբ հանրապետության նախագահը միակ պետական պաշտոնյան չէ ակադեմիայում։ Այս կանոնադրությամբ պարզվում է, որ այդ նախագահությունը 11 հոգուց է, որից մեկը նախագահն է, եւ բացի այդ մեկից եւս 2-ին նշանակում է կառավարությունը։ Եվ որևէ պահանջ, թե ում է ներկայացնում նշանակում կառավարությունը, չկա այդ նախագծում։ Գիտությունների ազգային ակադեմիայի մի շարք անդամներ այս փոփոխությունները վիճարկում են նաև իրավական ճանապարհով։ Գիտնականներին օգնության է հասել Հայաստան խմբակցությունը, падգամավորների ստորագրություններով հարցը հասել է սահմանադրական դատարան։ Մանրամասն հիմնավորումներ ենք գրել, այն դրույթները, որոնք հիմա օրենքում կան եւ հակասում են սահմանադրությանը, ուղարկել ենք սահմանադրական դատարան եւ սահմանադրական դատարանը ընդունել է գործը վարույթ։ Սա նշանակում է, որ գոնե մի քիչ հույս մենք ունենք, որ սահմանադրական դատարանը կկարողանա օբյեկտիվ մոտեցում ցույց տալ հարցին եւ գոնե այն ակնհայտ հակասությունները, որ կան այդ օրենքում, որը կոչվում է Բարձրավուն կրթության եւ գիտության մասին օրենք, հակասում է գործող սահմանադրությանը։ Փոփոխությունները վերաբերում են նաև ակադեմիայի կազմին։ Եթե նախկինում ակադեմիան կարող էր ունենալ մինչև 100 ակադեմիկոս եւ մինչև 100 թղթակից անդամ, ապա այժմ ակադեմիկոսների եւ ասոցացված անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 100-ը։ Մխիթարյանը խնդրահարույց է համարում նաև տարիքային շեմի սահմանումը։ 75 տարեկանից բարձր ակադեմիկոսներն ու մասնագետները չեն կարող շարունակել իրենց ակադեմիական գործունեությունը։ Արդեն գործել է այդ օրենքի հետ դրույթը եւ Պատմության ինստիտուտի տնօրենի 65 տարին լրանալուն պես նրան փոխարինեց ուրիշ մեկը, այսինքն նրան հանեցին աշխատանքից, բայց այդ դրույթն էլ ենք ամեն դեպքում սահմանադրական դատարանում վիճարկում, որովհետև դա ակնհայտ է, ասենք 65 կամ 75 տարին լրանալը որևէ ձևով մարդուն չպետք է առանձնացնի։ Փորձեցինք պարզաբանում ստանալ օրենքի նախագիծն առաջարկած Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից։ Պատասխանատուները հրաժարվեցին հարցերին բանավոր պատասխանել։ Առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել կամ դիմել հենց Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարությանը։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Յուրաքանչյուր իշխանություն փորձում է փոխել քաղաքը ավելի բարեկարգել։ Սակայն երբ փոփոխությունները վերաբերում են ոչ թե մայթերին ու շենքերին, այլ հիշողության խորհրդանիշներին, դրանք սկսում են հանրային դիմադրություն առաջացնել։ Վերջին օրերին Երևանի պատերից հերթով անհետանում են ապրիլյան եւ 44-օրյա պատերազմների հերոսների դիմանկարները։ Քաղաքապետարանը դա բացատրում է շին բարեկարգմամբ, սակայն զոհվածների հարազատները վստահ են, որ այստեղ միայն պատերը մաքրելու մասին չէ խոսքը։ Իսկ երբ դրան զուգահեռ Ֆրանսիայի հրապարակից անհետանում է նաև Արցախի դրոշը, հարցերն ավելի են շատանում։ Ով եւ ինչ սկզբունքներով է որոշում, թե հանրային տարածքում ինչ հիշողություն պետք է պահպանվի, ինչը վերացվի, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Ես շատ եմ ուզում ուղղակի նայեմ նրան, ում ձեռքը բարձրացել է, այդ տղաների նկարները մաքրել է, այն նայեմ իր աչքերին ու ասեմ, դու գիտես այդ երեխեքը, նու կոնկրետ իմ երեխան ինչի միջով է անցել։
44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրն ուզում է տեսնել այն մարդկանց, ովքեր քերելով մաքրում են մայրաքաղաքի տարբեր անկյուններում պատկերված ապրիլյան ու 44-օրյա պատերազմներում զոհված տղաների դիմանկարները, որոնք նկարել են տարբեր նկարիչներ տարբեր տարիներին։ Իր որդու դիմանկարը պետական տնտեսագիտական համալսարանին հարակից գետնանցման պատերից մեկի վրա էր նկարված։ Ուրիշ ոչ մի բան իրանք չեն տեսնում, թափած սալիկները չեն տեսնում, աղբը չեն տեսնում, մնացած այն անշնոր կանճորի նկարները չեն տեսնում, գոյողաջրերը, որ փողոցով գնում են, չեն տեսնում, ոչինչ չեն տեսնում, մենակ այս տղաների նկարներն են անում։ Սա արվում է նրա համար, որ հետագա սերունդը չտեսնի, չիմանա, չհարցնի, չհետաքրքրվի, չճանաչի, որպեսզի հետս հետե հիշողության մեջից երեխաների հիշողության, մարդկանց հիշողության մեջից դա ջնջեն։ Զարմանում է Տիկին Աննան, ինչու քաղաքի այլ ավելի խորքային խնդիրները թողել, սկսել են տղաների դիմանկարներից։ Միայն Հայկազի նկարը չէ, որ հեռացրել են։ ԵՊՀ-ի պատերից էլ ջնջել են ապրիլյան պատերազմում զոհված Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի դիմանկարները։ Ամենակարևորը, որ իրանց խանգարում էր, սա էր։ Նկարներն էին տղաների։ Քաղաքապետարանից ասում են նման նկարների համար թույլտվություններ են պետք, իսկ մաքրման աշխատանքները շինբարեկարգման շրջանակում են արվում։ Ես գիտեմ իրանք ինչպես են մեկնաբանում, մեկնաբանելով, որ թույլտվություն չունեն, հավանաբար այդպես են ասելու, իսկ այդ թույլտվությունը մեզանից վերցրել են, որ մեր տղաներին տարել են, սպանել են։ Ինձանից ոչ ոք թույլտվություն չի վերցրել։ Հիմա ինձանից իրանք գիտեն ինչի միջով են անցել այդ տղաները, ինչ գին են վճարել, այդ գինը վճարածի գինը իրանք գիտեն ինչա։ Իսկ ինչու է քաղաքապետարանը մաքրել Հայկազի նկարը, իսկ ճիշտ դիմացի պատի անճոռնի պատկերները, անիմաստ գրառումներն ու կիսապատրված թղթերը դեռ իրենց տեղերում են։ Չէ որ աշխատանքներն իրականացվում են շինբարեկարգման նպատակով։ Քաղաքապետարանից վստահեցնում են դրանք եւս ժամանակի ընթացքում կմաքրվեն։ Ջնջում են այն տղերքի նկարները, ում շնորհիվ սրանք այսօր պայմանական Հայաստանում, հա, իրանք պայմանական, ոչ թե Հայաստանը, փառք Աստծո, իրենք փորձում են իրենց իշխանությունը պահպանել։ Կամ վերցնենք այլ օրինակ նույն Արցախի դրոշի դեմ, հա, կռիվը։ Մենք եկեք ֆիքսենք, Արցախի դրոշի դեմ կռվում են Նիկոլ Փաշինյանը ու Իլհամ Ալիևը եւ Էրդողանը, վերջ, էլ կռվող աշխարհում չկա։ Հանրային դժգոհությունը սակայն միայն դիմանկարների հետ կապված չէ։ Վերջին օրերին քննարկումների կենտրոնում է հայտնվել նաև Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Արցախի դրոշի պատմությունը։ 2022 թվականից այնտեղ ծածանվող դրոշը ըստ տարածված տեղեկությունների հեռացվել է քաղաքապետարանի հանձնարարությամբ։ Քաղաքացիները նույն օրը վերականգնել են այն, սակայն հաջորդ առավոտյան դրոշը կրկին անհետացել է։ Երեկոյան այն նորից տեղադրելու փորձի ժամանակ երկու երիտասարդ բերման են ենթարկվել ոստիկանություն։ Մեր հարցերին, թե արդյոք հենց քաղաքապետարանն է հեռացրել Արցախի դրոշը եւ ինչ հիմնավորմամբ ամբողջ օրվա ընթացքում պատասխան չստացանք։ Խնդիրը նույնիսկ մեր նահատակված եղբայրները չեն։ Խնդիրը դա չի, խնդիրը ավելի գլոբալ է։ Երբ որ դու զրկում ես մարդուն ինքնությունից, դու մարդուն անասնացնում ես, animal step-ա կոչվում։ Եվ այդ animal step-ի, այսինքն կենդանու քայլ անելուց, երբ որ դու զրկում ես էթնոքաղաքական միավորին այն կարևորագույն ինքնության էլեմենտներից, ապա դու իրան սպանդի ես նախապատրաստում։ Նույնը անում էին օրինակ նացիստները համակենտրոնացման ճամբարներում, երբ որ մարդկանց զրկում էին ինքնությունից եւ համար էին դաջում ձեռքի վրա։ Քաղաքապետարանը խոսում է բարեկարգման եւ թույլտվությունների մասին, սակայն զոհված զինվորների հարազատները եւ մի շարք քաղաքացիներ համոզված չեն, որ խնդիրը միայն վարչական ընթացակարգերի մասին է։ Թե ինչ սկզբունքով են հեռացվում պատերազմների հերոսների դիմանկարները եւ արդյոք քաղաքապետարանն առնչություն ունի Արցախի դրոշի հեռացման հետ, մեր հարցերն առայժմ անպատասխան են մնացել։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Փամբագետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին եւ երեխաների մարմինները գտած Վահե Մելքոնյանին ներքին գործերի նախարարը պարգևներ է հանձնել։ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ջրասուզակ Վահե Մելքոնյանը պարգևատրվել է անբասիր ծառայության համար մեդալով։
Վենեսուելան աղետի գոտու է վերածվել, հզոր երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 164-ի, գրեթե 1000 մարդ վիրավոր է։ Երկրում կարճ ժամանակահատվածում գրանցվել են 7.2 և 7.5 մագնիտուդով երկրաշարժեր, ինչից հետո իշխանությունը արտակարգ դրություն է հայտարարել։ Մայրաքաղաք Կարակասում փլուզվել են բնակելի և առևտրային շենքեր, փրկարարները շարունակում են մարդկանց դուրս բերել փլատակների տակից։ Լուրջ վնասներ է կրել նաև Մայկետիա միջազգային օդանավակայանը։ Տերմինալի տանիքի մասնակի փլուզման և հոսանքազրկման պատճառով օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։ Mira el edificio mío, vos. Այժմ լրահոսն այսքանն է, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, վստահ եղեք, որ բաց չեք թողնի տեղական ու միջազգային ամենահրատապ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։ Հաջողություն։